Ողջույն սիրելի ընկերներ, այսօր խոսելու ենք մեր շատ սիրելի կրակի նշանի ներկայացուցիչների օգոստոս ամսվա կանխատեսումներից։ Դե ինչ տեսնում եք, օգոստոս ամսվա կանխատեսումները այսքան վաղ եմ տեղադրում, որպեսզի կարողանաք մի փոքր շուտ ուրեմն պատրաստվել արևի եւ լուսնի խավարումներին եւ բազմիցս նշել եմ, որ օգոստոսը մեզ մոտ լինելու է լարված, մի փոքր սթրեսային, ինչու չէ նաև քաոսային ամիս կապված խավարումների հետ, ուստի պետք է մի փոքր ավելի վաղ պլանավորել մեր գործերը եւ այդ իսկ պատճառով ես արդեն տեղադրում եմ օգոստոս ամսվա հոլովակները։ Մի փոքրիկ հայտարարություն եւս կանեմ, մինչև հոլովակին անդրադառնալը սիրելի ընկերներ, եթե դուք այս ընթացքում դիմել եք ինձ անձնական խորհրդատվության համար, մի անհանգստացեք, ես ձեզ հետ կապի դուրս կգամ, քանի որ այս ընթացքը ինձ մոտ շատ լարված ժամանակահատված է եղել, ես չեմ կարողացել ոչ մեկի անձնական խորհրդատվությունը իրականացնել, սակայն շուտով արդեն իմ գրաֆիկը մի փոքր կթեթևանա եւ ես ձեզ հետ կապի դուրս կգամ։ Դե ինչ գնացինք առաջ, իհարկե առաջին նշանը մեր շատ սիրելի խոյերն են, սիրելի խոյեր, ձեր Մարս մոլորակը մինչև օգոստոսի 10-ը գտնվում է ձեր երրորդ ոլորտում, որտեղ իրեն շատ լավ է զգում եւ հուլիս ամսվա ընթացքում Մարսը Ուրանի հետ լավ ընկերություն է արել ձեր երրորդ ոլորտում եւ շատ խոյերի կյանքում միգուցե եղել են ինչ որ անակնկալ իրավիճակներ։ Սակայն օգոստոսի 11-ից Մարսը մուտք է գործում 4-րդ ոլորտ։ Սիրելիներս, 4-րդ ոլորտը սա ձեր անձնական արևի նկատմամբ ուրեմն լարվածություն է ստեղծում եւ բացի դրանից սա խեցգետնի նշանն է, որտեղ Մարսը իրեն ընկճված է զգում եւ խոյերի մոտ կարծես թե օգոստոսի 11-ից հետո արդեն մնացյալ ամբողջ ամիսը լինելու է մի փոքր ավելի դեպրեսիվ ամիս, սիրելիներս, դիմացեք։ Օգոստոսի 4-ին Մարսի եւ Լիլիթի միջև ստեղծվում է լարվածություն։ Լիլիթի մասին ես ունեմ հանգամանալից հոլովակ, եթե դեռ չգիտեք ինչ է այն, ինչ է իրենից ներկայացնում, կարող եք հոլովակը գտնել իմ էջում։ Լիլիթը սև լուսինն է եւ այս պահին գտնվում է ձեր 9-րդ ոլորտում, շուտով սեպտեմբերին կփոխի իր նշանը եւ տեսեք օգոստոսի 4-ը վթարային օր է, սիրելի խոյեր, այնպես որ այս օրը շատ ուշադիր եղեք, եթե հեռու ճանապարհ եք գնում, եթե ինքներդ մեքենա եք վարում։ Օգոստոսի 6-ին Վեներա մոլորակը տեղափոխվում է ձեր 7-րդ ոլորտ եւ մինչեւ ամսվա վերջ այստեղ է լինելու։ Իհարկե Վեներան 7-րդ ոլորտում զգում է ինչպես իր տանը, որովհետեւ սա կշեռքի նշանն է եւ Վեներան այստեղ իր տանն է եւ նշանակում է խոյերի սիրային կյանքը այնքան էլ վատ վիճակում չէ։ Ամսի 7-ին ունենք հոյակապ ասպեկտացիա Արևի եւ Սատուրնի միջև, սիրելիներս, Սատուրնը ձեր առաջին ոլորտում է եւ ձեզ այս պահին խանգարում է։ Խոյերը չեն սիրում խանգարող հանգամանքներ, նրանք շատ ուժգին նյարդայնանում են, Սատուրնը փորձում է նրանց խոչընդոտել, սակայն ամսի 7-ի այս ասպեկտացիան ձեզ տալիս է հնարավորություն շատ լավ գործարքներ կատարելու, առողջության հետ կապված հարցեր լուծելու, ուրեմն տեսեք, քանի որ ես նշել եմ, որ օգոստոսի 11-ից սկսած արդեն քանի որ արդեն խավարումների շրջանն է բացվում, պետք չէ կարևոր գործեր ձեռնարկել, ուրեմն բոլոր կարևոր գործարքները ֆինանսական կլինեն, թե առողջական կլինեն, այդ բոլոր գործարքները կատարում ենք մինչև ամսի 11-ը եւ ամսի 7-ը հոյակապոր է ցանկացած տեսակի գործարք կատարելու համար։ Ամսի 9-ին արդեն Մերկուրի մոլորակը վերջապես լքում է ձեր 4-րդ ոլորտը, սիրելիներս, Մերկուրին շատ երկար գտնվեց 4-րդ ոլորտում, այստեղ հետընթաց էր ամբողջ հուլիս ամսվա ընթացքում եւ այժմ մուտք է գործում 5-րդ ոլորտ եւ բերում է ձեզ բազմաթիվ շփումներ, ինչու չէ ծանոթություններ, ինչու չէ սիրահարվածություններ։ Ամսի 11-ին նշեցի արդեն Մարսը լքում է ձեր 3-րդ ոլորտը եւ մուտք է գործում 4-րդ ոլորտ, այստեղ արդեն
Խոյերը պետք է ուշադիր լինեն, որպեսզի չվիճեն տան անդամների հետ։ Տեսեք, Մարսը մի փոքր դեպրեսիվություն է առաջացնում ձեր կյանքում, եւ դուք այնքան էլ չեք ուզենա օգոստոսի 11-ից հետո դուրս գալ, շփվել ընկերների հետ, այդ իսկ պատճառով ուրեմն հնարավոր է, որ դուք անընդհատ մնաք տանը եւ սկսեք վիճել տան անդամների հետ, այստեղ ուշադիր եղեք։ Ամսի 12-ին տեղի է ունենում արևի ամբողջական խավարում ձեր 5-րդ ոլորտում։ Սիրելի խոյեր, այս խավարման մասին նույնպես ունեմ շատ մանրամասն հոլովակ, եթե դեռ չեք դիտել, կարող եք այն գտնել իմ էջում։ Եվ այս խավարումը ձեր կյանքում բերում է նորություններ, նոր հնարավորություններ, նոր մարդկանց։ Այս արևի խավարման ժամանակ ունենք շատ լավ ասպեկտացիաներ, որոնցից մեկը հենց նույն օրը Վեներայի եւ Ուրանի տրին ասպեկտն է, սիրելիներս։ Վեներան 7-րդ ոլորտում է, Ուրանը 3-րդ ոլորտում է, նշանակում է այս օրը կարող եք անակնկալ հանդիպել այնպիսի մարդու, որը ձեզ համար հարցեր կլուծի, միգուցե ավտոմեքենայի հետ կապված հարցեր, միգուցե վարորդական իրավունքի հետ կապված հարցեր, միգուցե ճամփորդության եք մեկնում, միգուցե ինչ-որ անակնկալ սիրահարվածություն կարող է լինել։ Ամսի 15-ին Մերկուրի մոլորակը միանում է Յուպիտերին ձեր 5-րդ ոլորտում։ Երբ երկու մոլորակներ միանում են, նրանք իրար են փոխանցում իրենց էներգիաները։ Մերկուրին մեր ինֆորմացիան է, իսկ Յուպիտերը այնտեղ, որտեղ գտնվում է, ամեն ինչ մեծացնում է։ Նշանակում է մեզ հրամցնելու են ինչ-որ ուռճացված ինֆորմացիա, ինչ-որ մի բան, որ իրականում շատ չնչին է, բայց շատ մեծ են ներկայացնելու։ Այստեղ պետք է շատ զգույշ լինենք, որովհետև գտնվում ենք խավարումների միջանցքում եւ այստեղ պետք է ուշադիր լինենք, որովհետև մեզ շատ հանգիստ կարող են խաբել։ Օգոստոսի 17-ին Մարսը Նեպտունի հետ ունի լարված քառանկյուն արդեն։ Նեպտունը ձեր առաջին ոլորտում է, մի փոքր ձեզ հանգստի է տրամադրում, Մարսի եւ Նեպտունի լարված քառանկյունը բերում է ընդհարումներ տան պատերի ներսում, միգուցե տան անդամների հետ, միգուցե հողատարածքի հետ կապված, որը դուք ցանկանում եք գնել կամ գնել եք արդեն ինչ-ինչ խնդիրներ կան նրա հետ կապված, մի խոսքով այստեղ պետք է ուշադիր լինեք։ Սակայն այս նույն օրը այս լարվածությունը կարելի ասել թոթափում է Վեներայի եւ Յուպիտերի սեքստիլը։ Սիրելիներս, օգոստոսի 17-ին նաև կարող է լինել շատ հրաշալի ինչ-որ նորություն, որը կարող է թոթափել այս ձեր լարվածությունը, կապված օրինակ սիրած էակի հետ, կապված օրինակ հաճախորդների հետ, կապված ընկերական շրջապատի հետ։ Սակայն դրա փոխարեն ամսի 21-ին պետք է շատ ուշադիր լինեք, որովհետև արդեն այստեղ ունենք Վեներա Սատուրն ընդդիմությունը եւ սա խոստանում է, որ ամսի 21-ը լինելու է տհաճ կոնֆլիկտային ինչ-որ օր, որտեղ դուք ցանկանալու եք ինչ-որ մի իրավիճակ լուծել, ցանկանալու եք ինչ-որ մեկի հետ հարցեր լուծել եւ այստեղ չի ստացվելու եւ դուք դրանից շատ նյարդայնանալու եք։ Ամսի 28-ին ունենք լուսնի մասնակի խավարում, սիրելի խոյեր, այս լուսնի մասնակի խավարման մասին ես կունենամ հանգամանալից հոլովակ, այն ուրեմն տեղի է ունենում ձեր 12-րդ ոլորտում, սակայն արդեն այնքան էլ չի ազդում ձեր կյանքի որակի վրա, որովհետև արդեն հյուսիսային եւ հարավային կետերը տեղափոխվել են ուրեմն այլ առանցք, այսինքն ձեր 11-րդ եւ 5-րդ առանցքի վրա եւ նշանակում է այս լուսնի մասնակի խավարումը պարզապես կարող է ձեր կյանքից հեռացնել որոշակի իրավիճակներ, որոնք ձեզ խանգարում էին։ Եվ նույն օր ամսի 28-ին նաև ունենք մի փոքր լարվածություն, այստեղ պետք է շատ ուշադիր լինենք առողջության նկատմամբ, ավտոմեքենայով ճանապարհ գնալիս, ինչու՞ չէ նաև թղթաբանության նկատմամբ, որովհետև արևի Ուրանի միջև է ստեղծվում լարված քառանկյունը։ Եվ ամիսը վերջանում է օգոստոսի 31-ի հոյակապ ասպեկտացիայով, որը տեղի է ունենում Յուպիտերի եւ Սատուրնի միջև։ Հիշում ենք, Սատուրնը ձեր առաջին ոլորտում է, Յուպիտերը 5-րդ ոլորտում է,
Եվ կարելի է ասել, որ օգոստոսի 31-ից ձևավորված այս տրին ասպեկտը արդեն ազդելու է ամբողջ սեպտեմբեր ամսվա տրամադրության վրա, նշանակում է այստեղ հոյակապ օրեր են մեզ սպասվում, շատ լավ տրամադրությամբ, միգուցե կապված ձեր երեխաների հետ, միգուցե կապված ձեր առաջընթացի հետ, միգուցե ձեր ստեղծագործական աշխատանքի հետ, ինչու՞ չէ նաև շատ հնարավոր է, որ դուք օրինակ ցանկանում եք հանգստի մեկնել եւ արդեն օգոստոսի վերջերից սկսեք մտածել այդ ուղղությամբ։ Դե ինձ սիրելիներս, այսքանը խոյերի օգոստոս ամսվա կանխատեսումների մասին, այժմ ես անդրադառնամ մեր հաջորդ կրակի նշանի ներկայացուցիչներից մեկին, մեր շատ սիրելի առյուծներին։ Սիրելի առյուծներ, ձեզ համար օգոստոսը բնականաբար լինելու է շատ կարևոր, այս մասին արդեն բազմիցս խոսել ենք, շատ աստղաբաններ արդեն նշել են, որ առյուծների կյանքը պետք է ամբողջովին փոխվի, եթե մինչ այս արդեն այդ տրամադրվածությունը չկար, ապա օգոստոսին հաստատ դուք դա զգալու եք, որովհետև այստեղ օգոստոսին մենք ունենք խավարումներ և ամենակարևոր արևի ամբողջական խավարումը, որը ձեր առաջին ոլորտում է տեղի ունենում, այս մասին հիմա ես կխոսեմ։ Սիրելիներս, նշել եմ նաև, որ Յուպիտեր մոլորակը արդեն մուտք է գործել ձեր առաջին ոլորտ, մեծ երջանկության մոլորակ Յուպիտերն է, որը բերում է, բացում է նոր հնարավորություններ և ձեզ համար Յուպիտերը առաջին ոլորտում լինելու է ընդհուպ մինչև 2027 թվականի հուլիսի 26-ը, նշանակում է ոչ միայն ձեր կյանքը պետք է փոխվի, այլ նաև դուք պետք է ձեռք բերեք նոր հնարավորություններ, ձեր առջև պետք է բացվեն նոր դռներ, ինչու՞ չէ նաև Յուպիտերը կարող է բարելավել ոչ միայն ֆինանսական վիճակը, այլ նաև ձեր անձնական հարթակը։ Դե ինչ ձեր գլխավոր մոլորակ արևը, մինչև օգոստոսի 23-ը ձեր առաջին ոլորտում է և առյուծները ինչքան էլ որ իրենց նշանի ներքո ունեն խավարումներ, ինչքան էլ որ այստեղ մի փոքր սթրեսային վիճակում են գտնվում, այնուամենայնիվ ձեր էներգիան ձեզ հերիքում է, որտև ձեր գլխավոր մոլորակը ձեզ մինչև ամսի 23-ը ապահովում է էներգիայով, որից հետո արդեն ամսի 23-ից հետո արևը մուտք կգործի երկրորդ ֆինանսական դաշտ և արդեն կարելի ասել ամսվա վերջին շաբաթը էներգիապես կենտրոնացած կլինեք արդեն ֆինանսական հարցերի վրա, նոր եկամուտներ ստեղծելու վրա, ձեր գրպանի գումարի ենթադրենք հաշվարկի վրա և այստեղ արդեն առաջին տեղում կհայտնվեն ֆինանսները։ Դե ինչ գնանք սկզբից, օգոստոսի 6-ին Վեներա մոլորակը տեղափոխվում է ձեր երրորդ ոլորտ, որտեղ իրեն շատ լավ է զգում, նշանակում է ձեր կյանքում կարելի ասել ակտիվություն է նկատվում, որովհետև երբ Վեներան երրորդ ոլորտում է, մենք շփվում ենք, մենք սիրալիր ենք, մենք քաղաքավարի ենք, մենք գիտենք ում հետ ինչպես խոսել, սա կշեռքի նշանն է, իսկ կշեռքները որպես կանոն նրանք գիտեն ում հետ ինչպես խոսել և նշանակում է այստեղ Վեներան շատ լավ է զգում, ամսի 7-ին ունենք հոյակապ ասպեկտ արևի և Սատուրնի միջև, արևը ձեր առաջին ոլորտում է նշեցի, Սատուրնը 9-րդ ոլորտում է, սիրելի առյուծներ, եթե ունեք կարևոր հարցեր, կապված թղթաբանության հետ, կապված ճամփորդությունների հետ, կապված փաստաթղթային ինչ-որ խնդիրների հետ, պետական հաստատությունների, դեսպանատների, վիզաների, միգուցե դատական ինչ-որ ատյանների հետ, ապա ամսի 7-ը հոյակապ օր է այդ բոլոր հարցերը լուծելու։ Տեսեք, Մերկուրի մոլորակը արդեն հուլիսի 23-ից սկսում է առաջընթացը, այլևս մեզ չի խանգարում և մինչև օգոստոսի 11-ը կարելի է գործել, կարելի է շատ ակտիվ մեր գործերը ուրեմն դասավորել և ամսի 7-ը հոյակապ օր է, օգտագործեք առավելագույնս, ամեն ինչ պետք է ստացվի այս օրը։ Օգոստոսի 9-ին Մերկուրի մոլորակը
Վերջապես լքում է ձեր 12-րդ ոլորտը, որտեղ շատ երկար մնաց Մերկուրին իր հետ ընթացի պատճառով եւ շատ առույցներ հուլիսին ունեցել են այնպիսի խնդիրներ, որոնք անցյալի մարդկանց հետ էին կապված, որոնք ինչ որ իրավիճակների հետ էին կապված, որոնք գալիս են դեռևս անցյալից, ապա ամսի 9-ին վերջապես Մերկուրին լքում է ձեր 12-ը եւ մուտք է գործում ձեր առաջին ոլորտ։ Սիրելիներս, երբ Մերկուրին առաջին ոլորտում է, սա նշանակում է, որ մենք սիրում ենք խոսել ինքներս մեր մասին։ Մերկուրին մեր հաղորդակցությունն է եւ միգուցե առույցները այնքան էլ զերծ չեն մնում իրենց գովաբանելուց, սակայն Մերկուրին այստեղ առաջին ոլորտում թույլ է տալիս ձեզ մի փոքր ոնց որ ավելի բարձր պահել ձեր բաշը։ Ամսի 10-ին Վեներայի եւ Պլուտոնի միջև ստեղծվում է կրկին շատ լավ ասպեկտացիա։ Տեսեք, մինչև ամսի 10-ը հոյակապ օրեր են։ Պլուտոնը ձեր 7-րդ ոլորտում է։ Եվ եթե ունեք հարցեր կապված հաճախորդների հետ, գործընկերների հետ, ինչու՞ չէ նաեւ սիրած էակի հետ, ձեր ամուսնու կամ կնոջ հետ, միգուցե այստեղ դասընթացներ են, թղթաբանություն է, ինչ որ ավտոմեքենայի հետ կապված հարցեր են, ճամփորդություններ են, այստեղ այդ բոլոր հարցերը պետք է շատ հաջող լուծվեն օգոստոսի 10-ին։ Արդեն ամսի 12-ին ունենք արևի ամբողջական խավարում։ Սիրելի առույցներ, այս խավարումը տեղի է ունենում, նշեցի, ձեր առաջին ոլորտում եւ ընդհանրապես միշտ ուշադրություն դարձրեք, օրինակ, երբ խոսում ենք արևի խավարման մասին, մենք ունենք մասնակի խավարում, մենք ունենք շրջանաձև խավարում եւ ունենք ամբողջական խավարում։ Ավելի ուժգին ազդում է արևի ամբողջական խավարումը, որովհետև այս պահին այն նրա արևի սկավառակը ամբողջությամբ փակվում է երկնակամարից եւ սա ավելի ուժգին է ազդում մարդու կյանքի վրա։ Սիրելի առյուծներ, արդեն բացվում է օգոստոսի 12-ից խավարումների միջանցքը եւ ես ձեզ պարզապես խորհուրդ կտամ, որպեսզի զերծ մնաք տարբեր տեսակի գործարքներից, առողջական ինչ որ հարցեր պարզելուց, այդ ամենը փորձեք անել մինչև ամսի 11-ը, 12-ից մինչև ամսի 28-ը ոչ մի կարևոր հարցերով մի զբաղվեք, որովհետև խավարումների միջանցքն է եւ այստեղ հենց արդեն մենք սթրեսային վիճակում ենք, լրացուցիչ ինչ որ կարևոր գործարք այն կարող է ձախողման գնալ եւ դա մեզ շատ իհարկե կվշտացնի։ Եվ բացի դրանից, եթե դուք ինչ որ մի կարևոր որոշում օրինակ ընդունեք, այս ընթացքում օգոստոսի 12-ից մինչև օգոստոսի 28 այս խավարումների միջանցքում, առաջիկա 9 տարիների ընթացքում դուք այն չեք կարողանալու փոփոխել, որտեվ խավարումները ես նշեցի վերջին անգամ հենց ձեր նշանի ներքո եղել են 9 տարի առաջ։ Ինչ ամսի 12-ին սակայն ունենք եւս մեկ լավ ասպեկտացիա, բացի այս խավարումից, որը ձեզ համար բերում է նոր հնարավորություններ, բացում է նոր դռներ, այստեղ մենք ունենք Վեներա Ուրան տրին ասպեկտը։ Սիրելիներս, Ուրանը ձեր 11-րդ ոլորտում է, on-line հարթակում է, ընկերական շրջապատում է, այստեղ տեսեք, ուրեմն Վեներայի Ուրանի տրին ասպեկտը կարող է բերել ինչ որ անակնկալ լավ լուրի, օրինակ ասենք դուք թղթերի հետ կապված ինչ որ նամակ եք սպասում, հնարավոր է օգոստոսի 12-ին ստանաք այս նամակը շատ անակնկալ եւ ուրախանաք։ Տրին ասպեկտները սովորաբար սրանք բեր գրալի լուրերի շարքն է, որը մեզ ուրախացնում է, որը ստեղծում է ներդաշնակ ինչ որ իրավիճակ, որտեղ մենք մեզ լավ ենք զգում։ Ամսի 15-ին Մերկուրի մոլորակը միանում է Յուպիտերին ձեր առաջին ոլորտում։ Երբ երկու մոլորակներ միանում են, նրանք իրար են փոխանցում իրենց էներգիաները։ Սա նշանակում է, որ այստեղ խավարումների միջանցքում են գտնվում, Մերկուրին ինֆորմացիան է, իսկ Յուպիտերը այդ ինֆորմացիան ուռճացնողն է, սիրելիները, սա նշանակում է, որ ամսի 15-ին հնարավոր է ինչ որ չնչին տեղեկություն կապված միգուցե ձեր անձնականի հետ, միգուցե ձեր առողջության հետ, միգուցե ձեր ֆինանսական իրավիճակի հետ հնարավոր է ձեզ ինչ որ
ուռճացված ինֆորմացիա հաղորդեն, այդ իսկ պատճառով խորհուրդ կտամ այս օրերին, այս խավարման օրերին ոչ մի կարևոր գործարք չանեք, որպեսզի այդպիսի տեղեկություններից էլ զերծ մնաք եւ չվշտանաք։ Ամսի 17-ին նույնպես ունենք շատ լավ ասպեկտացիա, Վեներայի Յուպիտերի միջև սեքստիլ ունենք, այստեղ նույնպես շատ հաջող օր կարող է լինել ամսի 17-ը, իհարկե այն բացառությամբ, որ դեռևս խավարման միջանցքում են գտնվում, բայց այստեղ փաստաթղթային հարցեր կարող են անակնկալ լուծվել, եղբոր քրոջ կյանքում կարող են ինչ-որ անակնկալ լավ իրավիճակներ լինել, կամ օրինակ շատ հաջող կերպով կարող եք մեքենա վաճառել կամ գնել։ Ամսի 21-ը լինելու է լարված, որովհետև Վեներայի Սատուրնի միջև ունենք ընդդիմություն, սիրելիներս, այսօրը պետք է ճանապարհ պարզապես չգնանք, եւ բացի դրանից ամսի 21-ը հիշենք, որ այսօրը ուսումնական գործընթացների համար անհաջող օր է եւ նաեւ ուրեմն փաստաթղթային հարցերի, պետական հաստատություններ, այցերի համար շատ անհաջող օր է։ Ամսի 28-ին արդեն փակվում է խավարումների միջանցքը, ունենք լուսնի մասնակի խավարում, որը տեղի է ունենում ձեր 8-րդ ոլորտում։ Դե ինչ արդեն հյուսիսային հարավային կետերը այստեղ չեն, նշանակում է այս լուսնի մասնակի խավարումը այնքան էլ մեծ ազդեցություն չի թողնելու ձեր կյանքի վրա, բայց այստեղ դուք կզգաք, որ օրինակ օգոստոսի 28-ից հետո ձեր կյանքում որոշակի ֆինանսական պարտավորությունները քչանում են, կամ օրինակ ասենք այդ ժամանակահատվածում դուք վճարում եք ձեր վերջին ենթադրենք հիպոթեկի մարումն եք անում եւ վերջ ազատվում եք ինչ-որ պարտավորությունից, սա ֆինանսների հետ է կապված։ Եվ նաեւ եթե ձեր կյանքում կար մարդ, որի հետ գտնվում եք նեղ անձնական սիրային հարաբերություններում, հնարավոր է այդ մարդու հետ նույնպես վերջացնեք ձեր փոխհարաբերությունները այս լուսնի խավարումով։ Սակայն հենց ամսի 28-ին ունենք լարված ասպեկտացիա, այս ասպեկտացիայի շնորհիվ այս խավարումը մի փոքր լարված է ընթանում, Արևի եւ Ուրանի միջև ունենք լարված քառանկյուն, սիրելիներս, եւ նշեցի, որ Արևը արդեն ամսի 23-ից հետո երկրորդ ֆինանսական դաշտում է, ուրեմն շատ ուշադիր ենք լինում, որ ամսի 28-29-ին ֆինանսական գործարքներ չկատարենք, հատկապես on-line հարթակից ինչ-որ բաներ չգնենք կամ ինչ-որ մարդկանց չհավատանք, ներդրումներ չկատարենք, որովհետև գումար կորցնելու վտանգը շատ մեծ է։ Եվ ամիսը ավարտվում է օգոստոսի 31-ի հոյակապ ասպեկտացիայով, Յուպիտեր մոլորակը ձեր առաջին ոլորտից այստեղ տրինի մեջ է Սատուրնի հետ 9-րդ ոլորտում, ինչը նշանակում է, որ ուրեմն տեսեք այս երկու բարձր հսկա մոլորակների միջև տրին ասպեկտը ուրեմն ընթանալու է ամբողջ սեպտեմբերին, այսինքն այն ձևավորվում է օգոստոսի 31-ից, բայց պահպանում է իր ուրեմն ասպեկտացիան գրեթե ամբողջ սեպտեմբերի եւ նշանակում է այսպիսի լավ տրամադրությամբ կապված ուսումնական գործընթացների հետ, կապված հաջող փաստաթղթային հարցերի լուծման հետ, միգուցե կապված ինչ-որ դատական լուրջ խնդրի լուծման հետ, այսպիսի տրամադրությամբ մուտք են գործում սեպտեմբեր։ Դե ինձ սիրելիներս այսքան առույցների օգոստոս ամսվա կանխատեսումների մասին, այժմ ես արդեն խոսեմ մեր վերջին կրակի նշանի ներկայացուցիչների, մեր շատ սիրելի աղեղնավորների կանխատեսումներից, սիրելիներս, ողջույն, Յուպիտեր մոլորակը ամբողջ ամիս ձեր 9-րդ ոլորտում է։ Ընդհանրապես Յուպիտեր մոլորակը ձեր գլխավոր մոլորակն է եւ որտեղ գտնվում է, ինչ ասպեկտացիա, որ այն կատարում է այլ տարբեր մոլորակների հետ կամ ձեր անձնական քարտեզի մոլորակների հետ, այն անմիջականորեն ազդում է ձեր կյանքի վրա։ Ուրեմն տեսեք, Յուպիտերը հանդիսանում է հենց սիմվոլիկ 9-րդ ոլորտի մոլորակը, որովհետև աստղաբանական պտույտի մեջ աղեղնավորները իրենք համարվում են 9-րդ ոլորտը, սա ճամփորդություններն են, սա կրթությունն է, սա ինքնազարգացման ծրագրերն են, սա դատական հարցերն են, փաստաթղթային հարցերն են, այս ամենի հետ են կապված աղեղնավորները, որովհետև նրանց հովանավորում է Յուպիտեր մոլորակը։ Այդ իսկ պատճառով աղեղնավորների մեջ ավելի շատ լինում են այնպիսի մարդիկ, որոնք անընդհատ սովորել են ուզում, անընդհատ
շատ սիրում են ճամփորդել եւ նրանք ամբողջ կյանքում ինչ որ զարգացման, ինքնազարգացման ծրագրերի մեջ են անընդհատ փորձում են ինչ որ նոր բան իմանալ։ Սա Յուպիտերն է հաղորդում ձեզ այսպիսի էներգիա։ Եվ տեսեք Յուպիտերը սկսած հունիսի 30-ից մուտք է գործել ձեր 9-րդ ոլորտ։ Իհարկե Յուպիտերի մասին ունեմ հանգամանալից խոլովակ, եթե դեռ չեք դիտել, կարող եք դիտել, եւ այստեղ Յուպիտերը ձեզ համար շատ հաջող դիրքում է, որովհետեւ ձեր անձնական արևի նկատմամբ այն տրին ասպեկտ է կազմում։ Եվ նշանակում է ոչ միայն օգոստոս ամիսը, այլ մինչև 2027 թվականի հուլիսը ներառյալ ձեզ համար շատ հաջող են լինելու նշածս երևույթները, ճամփորդելը շատ հեշտ է ստացվելու, սովորելը, միգուցե մուտք կգործեք ինչ-որ ուսումնական հաստատություն որպես արդեն ուսուցիչ, կդասավանդեք, կամ միգուցե օտար լեզու կսկսեք սովորել, կամ միգուցե օտար երկրացիների հետ կսկսեք աշխատել, կամ միգուցե դատական ատյաններում կսկսեք աշխատել, կամ այստեղ կունենաք ինչ-որ հարցեր, որոնցով պետք է զբաղված լինեք, իհարկե այստեղ Յուպիտերը տրամադրում է նրան, որ այդ հարցերը շատ հաջող ի օգուտ ձեզ է լուծվելու։ Օգոստոսի 6-ից Վեներա մոլորակը մուտք է գործում ձեր 11-րդ ոլորտ, որտեղ իրեն շատ լավ է զգում, քանի որ սա կշեռքի նշանն է, Վեներան այստեղ իր տանն է եւ նշանակում է աղեղնավորները շատ ակտիվորեն շփվում են ընկերների հետ, միգուցե on-line հարթակում, եւ ամսի 7-ին ունենք հոյակապ ասպեկտացիա արևի Սատուրնի միջև։ Սատուրնը ձեր 5-րդ ոլորտում է, արևը 9-րդ ոլորտում է, սիրելի աղեղնավորներ, այս երկու կարևոր մոլորակների տրին ասպեկտը կարող է բերել շատ հաջող լուծում, կապված օրինակ ձեր երեխայի հետ, կապված ձեր սիրած էակի հետ, կապված ստեղծագործական աշխատանքի հետ, ինչու՞ չէ նաև ճամփորդությունների կամ փաստաթղթերի հետ։ Ամսի 9-ին Մերկուրի մոլորակը մուտք է գործում ձեր 9-րդ ոլորտ, կրկին 9-րդ ոլորտ, տեսեք սիրելի աղեղնավորներ, որքան ակտիվ է ձեզ մոտ 9-րդ ոլորտը ամբողջ օգոստոս ամսվա ընթացքում, կարծես թե տրամադրում է ճամփորդելուն, սակայն ես հիշեցնեմ, որ քանի որ ամսի 12-ից ունենք արդեն խավարումների միջանցք, այս ամենը փորձեք կազմակերպել մինչև ուրեմն հուլիսի 23-ից հետո, մինչև օգոստոսի 11-ը, որովհետև այս ընթացքում է, որ մեր գործերը կարող են շատ հաջող ստացվել։ Օգոստոսի 10-ին եւս մեկ շատ լավ ասպեկտացիա ունենք, Պլուտոն մոլորակը, որը ձեր 3-րդ ոլորտում է, Վեներայի հետ կազմում է կրկին տրին ասպեկտ, տեսեք Վեներան որքան բարեհաճ է ձեր 11-րդ ոլորտից եւ այստեղ շատ լավ այս ասպեկտացիան բերում է ֆինանսական հնարավորություններ օգոստոսի 10-ին։ Ամսի 11-ին Մարս մոլորակը, որ մինչև ամսի 11-ը գտնվում էր ձեր 7-րդ ոլորտում, մուտք է գործում 8-րդ ֆինանսական դաշտ եւ սիրելիներս Մարսը որտեղ գտնվում է, այնտեղ ակտիվություն է, այնտեղ էներգիա կա, այնտեղ մենք ուզում ենք գործել, նշանակում է այստեղ աղնավորների մոտ օգոստոսի 11-ից հետո որոշակի ակտիվություն կնկատվի բանկային հարցերի հետ կապված, ինչ որ ֆինանսավորման կազմակերպությունների հետ կապված, ժառանգության հարցերի հետ կապված, այստեղ Մարսը տրամադրելու է ձեզ, որ դուք շատ արագ այդ հարցերով զբաղվեք։ Սակայն օգոստոսի 12-ից արդեն բացվում է խավարումների միջանցքը, ունենք արևի ամբողջական խավարում ձեր հենց 9-րդ ոլորտում։ Սիրելիներս, խավարման մասին ունեմ առանձին հոլովակ, դուք կարող եք այն դիտել եւ ուրեմն տեսեք այս խավարումը բացում է նոր հնարավորություններ, բերում է նոր ուրեմն այստեղ հարցեր, միգուցե հնարավորություններ, միգուցե մարդկանց, որոնք ձեր կյանքում լինելու են շատ կարևոր, այդ մարդիկ կարող են լինել օտար ազգի ներկայացուցիչներ, այդ մարդիկ կարող են տալ ձեզ հնարավորություն օրինակ ինչ-որ ուսումնական գործընթացներում ներգրավված լինելու կամ ինչ-որ դատական հարցերում։ Ամսի 12-ին ունենք Վեներայի եւ Ուրանի տրին ասպեկտը, այս օրը հիանալի օր է, ճիշտ է, խավարում ունենք ամբողջական, բայց անակնկալներով օրը եւ այս անակնկալները սպասեք ձեր կողքի մարդկանցից, միգուցե ձեր կողակցից, ձեր
ձեր սիրածեակից կամ ասենք ձեր հաճախորդից կամ ձեր ընկերներից ինչ-որ մեկից ինչ-որ դրական, ինչ-որ լավ անակնկալ կարող եք ունենալ։ Ամսի 15-ին Մերկուրին միանում է Յուպիտերին, ձեր գլխավոր մոլորակին 9-րդ ոլորտում եւ այստեղ ինչ-որ տեղեկություն կարող եք ստանալ կապված ասենք ինչ-որ օտար երկրացու հետ, կապված օտար երկիր մեկնելու ծրագրերի հետ, կապված ինչ-որ վիզայի հետ, այստեղ այդ տեղեկությունը ամեն դեպքում լավ ուսումնասիրեք, որովհետև խավարումների միջանցքում ենք հնարավոր է տեղեկությունը մի փոքր թերի լինի։ Ամսի 17-ին ունենք կրկին շատ լավ ասպեկտացիա Վեներայի Յուպիտերի միջև, տեսեք, այստեղ սեքստիլ ունենք Վեներայի Յուպիտերի միջև, նշանակում է շատ հաջող օր է լինելու, կապված թղթաբանության հետ, կապված վիզաների հետ, կապված ուսումնական գործընթացների հետ, քննությունների հետ կամ այց դեպի պետական հաստատություններ։ Ամսի 25-ին Մերկուրի մոլորակը շատ արագաշարժ է օգոստոս ամսին, ուրեմն տեղափոխվում է արդեն ձեր 10-րդ ոլորտ եւ նշանակում է Մերկուրին, որտեղ հայտնվում է, մենք մեր ուշադրությունը, մեր ինֆորմացիան կենտրոնանում է այդ թեմայի շուրջ, 10-րդ ոլորտը սա մեր պաշտոնն է, մեր կարիերան է, մեր ամուսնական կարգավիճակն է եւ նշանակում է այստեղ օգոստոսի 25-ից հետո ակտիվանում է շփումները ղեկավարության հետ, աշխատավայրում, ինչ-որ փաստաթղթային հարցերով կարող եք զբաղված լինել։ Ամսի 28-ին ունենք Լուսնի մասնակի խավարում։ Սիրելիներս, Լուսնի մասնակի խավարումը տեղի է ունենում ձեր 4-րդ ոլորտում։ Նշանակում է ինչ-որ մի հարց կապված ձեր տան հետ, ձեր ապրելու վայրի հետ, ձեր տան անդամների հետ կամ ձեր ծնողների հետ պետք է ավարտվի։ Վերջանում է այս թեման։ Սա այնպիսի թեմա է, որը ձեզ տանջել է միգուցե վերջին 9 տարիների ընթացքում, որովհետև նշեցի խավարումները 9 տարվա պատմություն ունեն եւ այս Լուսնի խավարումը բերում է վերջակետ։ Օրինակ, շատ երկար ժամանակ, ասենք, տան հետ կապված ինչ-որ հիպոթեկի հետ կապված ինչ-որ հարցեր կային, այս հարցը լուծվում է, կամ օրինակ ծնողների հետ կապված հարցեր կային, ի վերջո այդ հարցը պետք է լուծվի։ Ամսի 28-ին սակայն ունենք որոշակի լարվածություն, տեսեք, խավարումը, այս Լուսնի մասնակի խավարումը, այնքան էլ ուրեմն ուժգին չի ազդում մեր կյանքի վրա, որովհետև հյուսային հարավային կետերն արդեն տեղափոխվել են այս առանցքից, սակայն այսօրը, քանի որ մենք ունենք լարված ասպեկտացիա, սա խոսում է այն մասին, որ այս խավարումը այս լարված ասպեկտացիայի շնորհիվ մի փոքր լարվածություն կստեղծի մեր կյանքում, այստեղ լարվածությունը գալիս է արևի եւ Ուրանի միջև, Ուրանը ձեր 7-րդ ոլորտում է, տհաճ կոնֆլիկտներ կարող են լինել աշխատավայրում կամ տանը, ձեր կողակցի հետ կամ ձեր ղեկավարության հետ, այնպես որ փորձեք այսօրը զերծ մնալ մարդկանց հետ բարձր տոնով խոսելուց։ Եվ ամիսը փակվում է շատ լավ, շատ հոյակապ ասպեկտացիայով, Յուպիտերի Սատուրնի միջև է ձևավորվում այս ասպեկտացիան օգոստոսի 31-ին եւ այն արդեն իր տրամադրությունը հաղորդում է ամբողջությամբ սեպտեմբեր ամսին, սեպտեմբերը մուտք են գործում շատ լավ տրամադրվածությամբ, այստեղ Յուպիտերը նշեցի ձեր 9-րդ ոլորտում է, Սատուրնը 5-րդ ոլորտում է եւ այստեղ հավանաբար օգոստոսի 31-ը զբաղված կլինեք երեխաների թեմաներով կամ միգուցե ուրեմն ճամփորդության թեմաներով կամ ինչ-որ կրթության հետ կապված ուսումնական հաստատությունների հետ կապված հարցերով, որտեղ Յուպիտերը ձեր 9-րդ ոլորտում է։ Դե ինձ սիրելիներս, այսքանը ձեր օգոստոս ամսվա կանխատեսումների մասին, կհանդիպենք հաջորդ հոլովակում։ Առայժմ